ձեր հարցազրույցի ժամանակ դա ասել է հանրապետական խմբակցության падգամավոր, կներեք, պատիվ ունեմի падգամավոր Մարտուն Գրիգորյանը, ես ողջունում եմ խիստ, որ պատիվ ունեմի падգամավորները եւս հասկացել են, որ հանրապետական կուսակցության անդամ լինելը ինչ որ թիրախավորող բան է ու փորձում են դրանով թիրախավորել իրենց քաղաքական հակառակորդներին, բայց ձեր ասած իրականության հետ կապ չունի։ Ոչ չի եղել։ Լավ, այն ամենայնիվ Լուսավոր Հայաստանի համար։ Լուսավոր Հայաստանի ցուցակով մասնակցել է, իսկ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ժամանակին հայտարարել է, որ ինքը կիսում է հեղափոխության արժեքները, այսինքն այս մասով առնվազն հանրային կերպով հայտարարված է, որ կոնկրետ ուժը կիսում է հեղափոխության արժեքները եւ կիսում է ժողովրդավարության կարգը։ Պարզվեց քոչարյանականներն էլ են կիսել, գիտեիք, հեղափոխության արժեքները եւ այս հանրապետականների հետ հերակաբանավեճի շրջանակներում պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներ Դե նոր չպարզվեց, այդ ժամանակին ասվում էր, հա 18 թվականին հանրապետության հրապարակում ինձ թվում է այնքան շատ մարդ է եղել առհասարակ տարբեր օրերի, տարբեր ժամերի, որ խորանան հանրապետականները իրենց падգամավորներին է կգտնեն, քոչարանականներն էլ որ խորանան իրենց ընտանիքի անդամներին էլ կգտնեն ու այստեղ մեծ հաշվով զարմանալի ոչինչ չկա, որովհետև այ հենց դրա համար է, որ 18 թվականի հեղափոխությունը համաժողովրդական հեղափոխություն։ Բայց դուք չէիք երևում, նկատի ունեմ առաջին պլանում չէիք։ Դե պարոն Կիրակոսյան, ես այդ ժամանակ ուսանող էի, Հորդանում էի սովորում, մենք ուսանողներով մի քանի անգամ հայտարարություն ենք տարածել սատարելով հեղափոխությունը, սատարելով ժողովրդական շարժումը։ Վերադառնալով Գյումրիին, կիսում եք այն տեսակետները, որ այնուամենայնիվ ոչ մի ուժի չի հաջողվի հավաքել 50+1, ինչը ենթադրում է հետագա համագործակցության վերաբերյալ քննարկումներ։ ՔՊ-ն այս առումով որոշակի քննարկումներ իրականացրել է այդ սցենարի դեպքում։ Նման քննարկումներ չի իրականացրել, բայց մեզ համար ակնհայտ է, որ դա հենց սցենարն է, որին ձգտում են քոչարանական ու սերժական ուժերը։ Այնա, որ ոչ մեկ չհավաքի 50%-ից ավել ձայն, իրանք էլ իրար մեջ միանշանակորեն կպայմանավորվեն հետընտրական process-ում, այսինքն նրանց նպատակը մեկն է, որպեսզի իրանք բոլորով միասին, նրանցից ոչ մեկ առանձին վերցրած, իզորու չէ քաղաքացիական պայմանագրին համադրելի ձայներ հավաքել։ Նրանք հույս ունեն, որ բոլորը միասին կկարողանան 50+ հավաքել, միտեղ մարդկանց խաբելով, միտեղ այս դիմակի տակ ներկայանալով, միտեղ այն դիմակի տակ ներկայանալով, ու դրա համար մեր կոչը մնում է յուրաքանչյուր գյումրեցուն հետևյալը անպայման գնացեք ընտրությունների, պարտադիր գնացեք ընտրությունների եւ թույլ մի տվեք, որպեսզի այս ուժերի, այս կազմած գծած սցենարը որպես այդպեսին դառնա իրականություն։ Բայց յանի դուք ում դիմակի տակ եք ներկա հաղթելու է։ Ինչ կներեք։ Չեք քննարկել, որովհետև վստահ եք, որ ձեր սարիկը հաղթելու է։ Չէ, ուղղակի նման քննարկում չենք ունեցել։ Մենք վստահ ենք նրա վրա, որ ժողովրդի քվեն լինելու է հստակ, ժողովրդի քվեն լինելու է ուղիղ, ում ուղված կլինի այդ քվեն, դա էլ անձեռնմխելի է, երբ չի ընդունել ԿՊ-ն, միշտ ընդունել է ԿՊ-ն, բոլորը։ Վանաձորը, կներեք, էլի 1000 ներողություն, ժողովուրդ ջան, հիմա կան էլի քրեական գործերով անցնող քաղաքապետի տեխնացուներ Գյումրիում էլ կան։ Այդ մարդկանց քրեական գործերը սկսվել են միջև ընտրությունները։ Այդ մարդիկ իմանալով իրենց քրեական գործերի մասին, եկել մտել են ընտրական process-ի մեջ, նույնն է տեղի ունեցել իդեպ Վանաձորում։ Հիմա եթե պարոն Կիրակոսյան, ցանկացած քրեական գործ ունի իր փուլերը, ցանկացած դատավարություն ունի իր փուլերը որպես այդպեսին։ Ու եթե ընտրություններին մասնակցելը որպես այդպեսին լինի ինդուլգենցիա, միանշանակ է, որ ցանկացած հանցագործ, օրինակ, չգիտեմ, ինչ որ մեկը կգնա, ինչ որ մեկին կբռնաբարի, կգա կմասնակցի ընտրություններին, կասելիս չեք կարա դատեք, ես ընտրությունների եմ մասնակցում։ Այդ շատ վատ սցենար է, ցանկացած քրեական գործ ունի իր փուլերը, ցանկացած դատավարություն ունի իր փուլերը։ Ու տրամաբանական է, որ պատահական Մամիկոն Ասլանյանի բայց ինչի պատահական այդ գործը երբ հարուցվել։ Պատահական Պարոն Կիրակոսյան, բնավ պատահաբար չի։ Պարոն Ալեքսանյան, ես ձեր պատասխանները լսում եմ։ Շատ պատահական Մամիկոն Ասլանյանի գործի այդ ազատազրկման փուլը համընկավ արդեն ընտրություններից հետո։ Ես ավելի հետաքրքիր պատահականություն ասեմ, շատ պատահաբար բոլոր քրեական գործերով անցնող մարդիկ ձգտում են ամեն կերպ ընդգրկվել այս կամ այն ընտրական ցուցակի մեջ։ Այդ ավելի պատահական է ու շատ պատահաբար բոլորը հետո փորձում են ներկայանալ որպես քաղբանտարկյալ։ Շատ պատահաբար։ Դուք կիսում եք, հա, ՔՊ-ի ձեր քաղաքապետի տեխնացուի այն տեսակետը, որ պատերազմում պարտվել են, որովհետև չեն կտրվել։ Պարոն Մինասյանը շատ ուղիղ տեքստով ճշտող հարցին ի պատասխան, կարծեմ Արթուր Վանեցյանի կայքներ, չէ, հարցազրույցան, շատ ճշտող հարցին ի պատասխան, շատ հստակ ասում է, ես չեմ կռվել, դուք չեք կռվել, ես մեկը չի կռվել, այնպես որ միանշանակ է, որ բավականաչափ չենք կռվել,
ու միանշանակա որ տեղի են ունեցել այնպիսի դեպքեր այդ պատերազմի ընթացքում, որոնք որ $200 դիրք ծախողներ են եղել, այդ գործերն էլ կա գիտեք, կա քերական հաղորդում տվեցիք հենց նոր 1000 հատ այդ գործերը կա, Նարեկ ջան, չեք տեսել որ $200 դիրք են, դիրքի տեղ են ծախել, զորքերի տեղակայման դիրք են ծախել, 1000 հատ գործ կա։ Հա, ես չտվեցի, այդ գործերի հիման վրա ասեցի։ Կամ չգիտեք, որ մեղադրանք կա այս պայի դրությամբ սպաների այդ թվում եւ բարձրաստիճան, որ զորքերի շրջանում միտումնավոր խոճապ են տարածել, այդ չի եղել այդ ամեն ինչը։ Փառք ու պատիվ մեր բոլոր փառք ու պատիվ կյանքը հայրենիքի համար տված մեր զինվորներին, փառք ու պատիվ մեր զոհերին ու փառք ու պատիվ այն տղերքին, ովքեր մասնակցել են այդ պատերազմին ու չնայած այս բոլոր դավաճանություններին, այնուամենայնիվ կռվել են։ Ով է ԿՊ-ի մրցակիցը Գյումրիում։ Ում ժողովուրդը կորոշի ԿՊ որպես այդպեսին ընդդիմադիր առանձին վերցրած տեխնացու գոյություն չունի, գոյություն ունի միասնական Սերժա Քոչարյանական ճակատ ընտրություններում, որը եւ միավորվելու է ընտրություններից հետո եւ մեր գործն է թույլ չտալ, որպեսզի այդ ճակատը Գյումրու ընտրություններում ստանա այնքան քվե, որպեսզի միասնական կարողանան միավորվել ու վրեժ լուծել Գյումրուց ու վրեժ լուծել Գյումրեցուց։ Նաեւ ազատազրկմամբ միանշանակ միայն ու միայն քաղաքական եղանակով ու միայն ընտրություններում քաղաքացու քվեն ստանալով։ Պարոն Ալեքսանյան, բայց արդյոք արդեն ԿՊ-ն Գյումրիում չի պարտվել, հաշվի առնելով, որ դուք ձեր կուսակցությունից տեխնացու չեք առաջադրել։ Սարիկ Մինասյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է եւ պրայմերիզին հատել, բայց Նարեկ ջան, քպականներից, հա, եւ ինչ կա հին ու նորը որպես այդպեսին ես չեմ հասկանում այդ բաժանարարքից Սարիկ Մինասյանի բոլոր կուսակցական անդամները ժամանակի ընթացքում ինչ որ մի պահի են դառնում կուսակցության անդամ։ Չկա շատ քիչ կորիզ կա կուսակցության, որը որ հիմնադիր անդամ է համարվում կուսակցության։ Չգիտեմ։ Գյումրեցիները այլ կերպ գտան, ուրիշ բան որոշեցին, տարբեր մարդկանց տարբեր պաշտոններում տեսան, մեկին տեսան որպես օրինակ համայնքապետի տեխնացու, մեկին տեսան որպես, չգիտեմ, падգամավոր գործող շատ լավ, մյուսին տեսան, չգիտեմ, այլ պաշտոնում որպես այդպեսին։ Չլսեցի, ինչ։ Նիկոլ Փաշինյանն է նշանակել համայնքապետ։ Չասեմ համայնքապետի տեխնացու եւ ժամանակավոր պաշտոնակատար, ինչը եւ որոշվել է ընտրությունների միջոցով պրայմերիզի միջոցով։ Այդ պրայմերիզին իհարկե կարելի է 1000 հատ անուն կպցնել, ինչը եւ շատ հաճախ անում են, բայց ես ձեզ վստահեցնում եմ, ուղղակի Հայաստանի Հանրապետությունում չկա երկրորդ կուսակցությունը, որը սրա 10%-ի չափով ինչ որ ժողովրդավարական process-ով գեներացնի իր այս կամ այն տեխնացուին։ Հա մենք ունենք որոշակի թերություններ, գուցե պրայմերիզի ինստիտուտը որոշակի լավարկման տեղ ունի, բայց միանշանակ է, որ այս տեսակ ժողովրդավարական մեխանիզմով տեխնացուի ընտրություն ոչ մի ուրիշ կուսակցություն Հայաստանում չի անում։ Լսել եմ, որ 26 թվականի վարչապետի ընտրություններից առաջ եք պրայմերիզ անցկացնելու, հա, ժողովրդի շրջանում։ Արդյոք Նիկոլ Փաշինյանին առաջադրել վարչապետի տեխնացու, թե ոչ ճիշտ է։ Հետաքրքիր միտք եք ասում, Նարեկ ջան։ Տեսեք, մենք դրա փոխարեն կունենանք համաժողով, որի ընթացքում մեր կուսակցության անդամները կձևավորեն մեր ընտրական ցուցակը։ Այդ թվում եւ ցուցակի առաջին, այդ թվում եւ ցուցակի առաջին համարը, որը եւ կընդհանրվի։ Նարեկ ջան, եթե ուզում եք, դուք կարող եք ինքնուրույն այդ պրայմերիզը անցկացնել։ Դա օրենքով է կարգավորվում, թե ինչպես պետք է ձևավորվի կուսակցության նախընտրական ցուցակը։ Նա ընտրական օրենսգրքով եւ եթե չեմ սխալվում, կուսակցությունների մասին օրենքով, սա օրենքով կարգավորված հստակ մեխանիզմ է, որ կուսակցությունը իր ներսում պետք է անի ընտրություն։ Եթե այդքան վստահ եք, որ իշխող թիմն է հաղթելու, այդ դեպքում ես վստահ եմ, որ ժողովուրդը մեր հետ է եւ այլն։ Ամեն դեպքում ես ասում եմ, որ ժողովուրդը կգնա եւ կորոշի ով կներեք, էլի այդ Սերժ Սարգսյանական մոտիվները, թե 100-ից 80 խփեմ, 60 խփեմ, 70 խփեմ, այդ մեզ մի վերագրեք։ Կամ վստահ եք, որ ժողովուրդը ձեր կողմից է, ասում եմ, ինչու է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորը նման վիրավորական արտահայտություններ անում ընդդիմադիր տեխնացուների նկատմամբ։ Սա որքանով է տրամաբանության ով անում, ինչ անում, ես ծաղրացու եւ այլն։ Ես ինչքան գիտեմ, ձեր նշած, ես ինչքան գիտեմ այդ պիտակների հասցեատերը, պիտակների հասցեատերը ինքը առաջինն է վիրավորական խոսույթ մտցրել Քարոզ Արշավի
բոհ որպես այդպեսին, եթե չեմ սխալվում, մեր գործընկերները ընդամենը արձագանքել ու պատասխանել են դրան, գուցեև ինչ-որ բայի տրվելով այդ սադրանքին, ինչը պետք չէր անել միանշանակ, բայց շատ ողջունում եմ, որ դուք դատապարտում եք այդ պիտակավորումները, վստահ եմ նույն ջանասիրությամբ նաև հենց ձեր նշած պիտակների արժանացած գործչին այդ մասով հարցեր կտակ, թե ինչի մտավ քարոզարշավ, այդ խոսույթով, որով որ մտավ, ու նաև կհարցնեք նույն հարցերը, օրինակ, չգիտեմ, մյուս տեխնացուներից, օրինակ Վարդան Ղուկասյանից, ով ինչ-որ տենց կիսաքրեական խոսույթով մտել անտրապայքարի մեջ, ամենավերջին վիրավորանքներով եւ մնացածներով, Վարդանիկի մասին է խոսքը։ Պարոն Ալեքսանյան, վերջին շրջանում դարձյալ ակտիվացել են թեզերը, խոսակցությունները, թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, այստեղ հանրապետականները մեղադրում են ըստ էության որոշակի առումով Քոչարյանականներին ավելի շատ հանրապետականներին, այսինքն ով էր մեղավոր, որ Նիկոլ Փաշինյանը եկավ։ Տեսեք, հենց այստեղ է կայանում են ֆենոմենը, որ ոչ հանրապետականը, ոչ Քոչարյանականները այլևս երբեք Հայաստանում չեն լինելու իշխանություն։ Այդ ֆենոմենը կայանում է նրանում, որ իրանք այդպես էլ չեն հասկացել, թե ով Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության։ Ու բերեց ժողովուրդը, իրանք այդ ֆենոմենը մինչև հիմա չեն հասկանում, որ ուղղակի մարդիկ այդպես որոշեցին, քաղաքացիները 100,000-ավորներով դուրս եկան փողոց ու որոշեցին այդպես։ Բայց այդպես։ Բագրատ Միկոյանն ասում է, եթե ով Բագրատ Միկոյան, չէ՞։ Այդ ով է։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն ասում էր, եթե 2018-ին Ռոբերտ Քոչարյանը լիներ իշխանության, ինքը իշխանությունը չէր հանձնի այս իշխանությանը։ Դե նորից եմ ասում, հենց խնդիրը կայանում է նրանում, որ ոչ հանրապետականները, ոչ Քոչարյանականները այդպես էլ չեն հասկանում, որ իշխանություն հանձնող չհանձնողը իրանք չեն, իշխանություն տվող չտվողը իրանք չեն, իշխանության տվող մի մարմին կա Հայաստանի Հանրապետությունում ու դա ժողովուրդն է։ Ու քանի դեռ իրանք շարունակեն դա չհասկանալ, իրենց այդ ձախողումների շղթան շարունակվելու, իրանք շարունակելու են իրար գլխի տարատեսակ բաներ ջարդել։ Օրինակ ձեզ ինչպես էր պահելու Ռոբերտ Քոչարյանը 18 թվականի եթե լիներ ղեկավար իշխանությունը, որ չտար։ Ես ինչ գործում եմ այդ մեկնաբանությունները տամ, տեսել ենք մի դեպք ով իրան ոնց է պահել կամ երկուսով իրար հետ մի անգամ ինչպես են պահել, բայց ես կարծում եմ, որ առհասարակ պրոգրեսը աշխարհում, ինտերնետի զարգացումը, բոլորի եք ուզում անել ազգային ժողովի մոտ այդ սցենարը բոլորի հեսա կպատասխանեմ էլի Նարեկ ջան, բոլորի գրպանում հեռախոսների առկայությունը եւ մնացածը իրականում այդ առումով որոշակի հենց ինքնին պրոգրեսը շատ ավելի դժվարացրել է նոր մարտի 1-ի կրկնությունը։ Դե չէ, որ այդպես նայ պակաս հունիսին թե հուլիսին, որ ազգային ժողովի մոտ դա դեր պակաս։ Մարտի 1 լինելուց Ոնց էր մի մաս պակաս։ Չէ, տենում ինչ միջոցներ էր կիրառում ոստիկանները։ Հա, իրոք, բանդաները կազմած, մեր գլխավորությամբ, դիմակավորված բանդաները ստորագրություններով կազմած, զինված ուժերը սահմանից հանած, բերած եկել էին ու կրակում էին մարտական փամփուշտներով։ Զարյա 3 Ժողովուրդ ջան, 1000 ներողություն, հա, երբ որ ոստիկաններին հորդորեց շարժման ինչ էր, հա, առաջնորդը Սրբազան, ասեց ոստիկաններ ջան, ձեզ ոչ մեկ բան չի անելու, հանեք ձեր կասկաները, հետո այտենց մի ամուր կերպով սկսեցին եզրաքարերը ջարդել ու շպրտել ոստիկանների գլուխներին, ոստիկանությունը դիմեց միջոցների, որոշակի չթույլ Հա, իրոք, խայտառակ բան տեղի ունեցավ։ Խայտառակ բան է տեղի ունեցել, այն ոստիկանները, ում գլխին նետվում էին փողոցի բորդյուրից պոկված քարեր, միջոցներ են դիմել, որպեսզի իրանց գլուխը չջարդվի քարերով, խայտառակ բան է տեղի ունեցել։ Եթե դուք լեգիտիմացնում եք ձեր Ի՞նչն եք լեգիտիմացնում։ Զարյա է։ Նարեկ ջան, նախ ի սկզբանե մի վարքյան ես պատասխանեմ, շարունակեմ, ես իմ նախորդ պատասխանը թույլ տվեք շարունակեմ։ Եթե ըստ ձեզ այդքան համադրելի բան է Զարյա 3-ի կիրառումը մարտական փամփուշտներով քաղաքացիների ուղիղ գնդակահարության հետ 1000 ներողություն, բայց այս խոսակցությունը ոչ մի տեղ ուղղակի չի կարա գնա։ Չէր կարա մարդ մահանար, եթե առհասարակ ինչ-որ բան չաներ, ինչ-որ մեկը միտումնավոր կերպով չուզենար, որ ինքը մահանար։ Փաշինյանը Նաիրի բժշկական կենտրոնից 18 թվականին հարցազրույց էր տալիս եւ շատ խիստ քննադատում էր Զարյա 3-ի կիրառումը։ Հիմա ինչպես շատ լավ, խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցի կիրառումը մի բան է, եզրաքարերով ոստիկանների գլուխ ջարդող ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցի կիրառումը լրիվ ուրիշ բան է։ Այդ կադրերը հստակ կան ինտերնետում, բոլորդ կարող եք տեսնել, ինչպես էին ջարդում բորդյուրի քարերը եւ նետում ոստիկանների գլուխներին, որոնց որ մի քանի րոպե առաջ շարժման առաջնորդը հորդորել էր
Իրոք, իսկականից ոնց կարելի է ոստիկանների գլուխներին ուղված քարերը թույլ տա օգտագործել հատուկ միջոց, ֆանտաստիկ բան, աշխարհում չտեսնված բան, որ մի երկրում է կարելի։ Տվեց ոստիկաններին ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով եւ ոստիկանություններն անցան գործի։ Նարեկ ջան, ոստիկաններին դուղ տալ չգիտեմ պետքա թե պետք չի, բայց ինձ թվում է բոլորս կոնե համակարծիք ենք, որ բորջուրի քարերը ոստիկանների գլուխին նետելը առհասարակ անթույլատրելի բան է։ Ու 2018-ի հետ ձեր համեմատությունը հենց այդտեղ էլ ջարդվում է։ 2018-ը իր ամբողջ առաջի օրվանից մինչև վերջի օրը հիմնված է եղել նրա վրա, որ ոչ բռնությանը ոչ մեկ եզրաքար չի կոտրել ու ոստիկանների գլխին չի տվել։ Ես 18-ի հետ չհամեմատեցի, 8-ի հետ համեմատեցի։ Դե 2008-ին էլ խաղաղ քնած ցուցարարները առհասարակ ես կարծում եմ, որ քարեր նետողներին ոչ թե Նարեկ ջան, այդ ամեն ինչը իրականացվում է կանոնակարգերի համապատասխան, այդ կանոնակարգերը կարող եք ոստիկանության հետ համաձայն անել, ճշտումներն անել, ես այդքան լավ մասնագիտորեն չեմ տիրապետում։ Հնարավոր չէր ոստիկանների ուղղությամբ քարեր նետողներին, իսկ դա իսկապես դատապարտելի այդ բռնության այդ տեսակը կապ չունի ով է իրականացնում, հնարավոր չէր, բայց նրանց կասեցնել թույլատրելի միջոցների կիրառմամբ, ոչ թե անթույլատրելի։ Ես չգիտեմ ճիշտն ասած թույլատրելի է թե անթույլատրելի է, որպես այդպեսին ես մենակ գիտեմ մի բան, որ այդտեղ տեղի է ունեցել ընդամենը մեկ վիրավորման դեպք, երբ որ քաղաքացին ցավոք սրտի որոշել է, որ պիտի գետնին ընկած Զարյա 3-ը վերցնի ու էլի նետի ոստիկանների գլխին, բայց ձեռքի մեջ պայթել է։ Այդ մի դեպքն է եղել, որ քաղաքացին իրանից այդ վիդեոն էլ կա, իդեպ այդ վիդեոն էլ կա, երևում է, որ ի սկզբանե իրենից հեռու է ու ինքն է գնում, որ վերցնի, որ ինչ որ ուղղությամբ նետի, ենթադրում եմ էլի ոստիկանների ուղղությամբ։ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում ասաց, որ շարունակել է մնալ ակտիվ քաղաքականության մեջ, շինքը կամ այն ուժը, որը իր ինքն է ղեկավարում, մասնակցելու է ակտիվորեն դիմ, համապետական ընտրություններին, փողոցային պայքարին եւ իրենց օրակարգում շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի հերացումը։ Մտահոգված եք։ Չէ։ Ինչի։ Դե եթե մտահոգվելու առիթ եք տեսնում Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունների մեջ, շատ լավ։ Ռոբերտ Քոչյանը, եթե ինքն իրենով մտահոգիչ կերպար լիներ նույն Գյումրիում, իր տեխնացուները չէին ամաչի իր հետ ասոցիացումից։ Ամեն կերպ չէին փորձի թաքցնել իր հետ ասոցիացումը։ Ամեն կերպ։ Ասենք իրենից չէր առանձնացնի Անդրանիկ Թևանյանին, որ իր հետ նույն անունը կրած այդ դաշինքով չմասնակցի էլի այդ ընտրություններին, այն ինչ որ առանձին բրենդ փորձ էին ստանում, որ իր հետ մաքսիմալ քիչ է ասոցիացում։ Այդ գործողություններին չէին դիմի ոչ ինքը, ոչ Սերժ Սարգսյանը։ Էս էլի դեպի պատասխան էլի այն բոլոր բաներն են, որ ասում է, այստեղ 21 հատ կուսակցություն կա, որ թիմ իշխանություն ունի, թիմում մեծամասնություն ունի կամ համայնքապետ ունի։ Դրանցից ոչ մեկ ոչ հանրապետականն է, ոչ դաշնակցությունը։ Դեք ինչի, որտեվ ամաչում են իրանց անուններով մասնակցեն ընտրությունների։ Ու այդ պարագայում ասել, որ մտահոգված ենք, թե չէ, ոչ մտահոգված չենք, բարով մասնակցի քաղաքական process-ներ։ Պարոն Ալեքսանյան, այսօր Ազգին Սպարապետի ծննդյան օրն է։ Ձեր կարծիքով հաշտ կլիներ արդյոք Սպարապետը այսօր իշխանությունների հնչեցրած կարծիքների հետ, օրինակ, երբ Փաշինյանն ասում է, որ բանակը պետք չէ սրբադասել։ Այդ որտեղից վերցրեցիք այդ արտահայտությունը Նիկոլ կոնտեքստը, ինչ կոնտեքստով է ասել կներեք, կոնտեքստը ամբողջական պարբերությունը կասեք։ Ասեց, որ բանակը ամբողջ պարբերությունը կասեք։ Ուզում եք տնենք ասեք։ Դե ամբողջ պարբերությունը եթե գտնեք, ամբողջ պարբերությամբ ասեք, բայց եթե ինչ առհասարակ այդ արտահայտությունը ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որովհետև այդ նույն $200 զինվորների դիրք ծախողները, այդ նույն զորքերի շրջանում միտումնավոր կերպով խուճապ տարածողները հենց այդ սրբադասումից ամենաշատ օգուտ քաղողներն են եղել որպես այդպիսին, որովհետև բանակը սրբադասել դա նշանակում է բանակում արկա թերությունները չբարձրացնեն։ Իսկ թերությունները պետք է բարձրացնել ու թերությունների հետևից պետք է գնալ։ Եթե թերությունների հետևից չես գնում, այդ թերությունները դառնում են արդեն ավերիչ ու կրում են ուղղակի տոտալ ավերման բնույթ իրանց էությամբ։ Ու դա դառնում է տարատեսակ, արդեն իսկ կարելի է ասել կործանարար հետևանքների պատճառ։